Բարի օր ժողովուրդ ջան։ Լավ եք։ Համոզված եմ, ես էլ եմ լավ։ Սիրելիներս, խոստացածս ելակի տորթը այսօր պատրաստում եմ, որովհետև այոն գերազանցեց ոչին։ Դրա համար ես ինչպես խոստացել էի, պատրաստում եմ, սիրելիներս։ Հիմա պատրաստում եմ սկզբից բիսկվիտը։ Ունեմ 250 գրամ ալուր, 100 գրամ կարակ։ Եթե չունեք կարակ, վերցրեք յուղ տանը։ Եթե կարակը չկա, կարող եք փոխարինել։ Ունեմ 100 գրամ շաքարավազ, 200 գրամ մածուն, սիրելիներս տնական մածուն է, եւ ունեմ աղ քիչ, ունեմ 4 հատ հավկիտ, արդեն կոտրել եմ, պատրաստել եմ, սիրելիներս, ունեմ 1 հատ փխրեցուցիչ, 15 գրամ, ունեմ 1 հատ վանիլինի շաքարավազ, 8 գրամ, Հիմա սիրելիներս անցնենք մեր գործողությանը, հիմա այս բոլորը այսպես կլցնեմ մեր ալյուրի վրա, և աղը, քցեցի փխրեցուցիչը, վանիլի շաքարավազը և աղը, ուրեմն սա կխառնեմ, այսպես, սկզբից, մի հատ այսպես կխառնեմ, բոլորը միասին, հիմա հարում եմ հավկիթը, հիմա կլցնեմ կարակը, լցնում եմ մածունը 200 գրամ, ասել եմ, լցնում եմ շաքարավազը 100 գրամ, Հիմա լցնում եմ ալուրը, 250 գրամ, լայվ հեք արեցի, սիրելիներս, որպեսզի մաքուր դուրս գան։ Հիմա այսի դնում ենք այս կողմ, արդեն լցնում եմ մեր գեղեցիկ ամանի մեջ յուղած, պատրաստած է արդեն, պատրաստել եմ։ Սիրուն տարածում ենք մեր գեղեցիկ ամանի մեջ, մի քիչ ավելի շատ կողքերն եմ բարձրացնում, այսպես, որպեսզի մեջտեղի մասը մի քիչ փոս լինի, որովհետև կրեմը պետք է դնեմ մեջտեղի մասում, մի քիչ ավելի ցածր պետք է լինի, քան թե կողքերը։ Արդեն դնում ենք էլեկտրոօջախի մեջ, այսպես։ Դրել եմ վերև ներքև 25 րոպե 200 աստիճան։ Արդեն մեր բիսկվիտը դուրս հանեցի, ինչպես ասել էի 25 րոպե, 25 րոպեում լիովին պատրաստ է։ Հանեցի դուրս, ստուգեցի, տեսա, որ արդեն լրիվ եփած է։ Հիմա բանը կթողնեմ, որ լավ սառչի, հետո նոր կրեմն ու ելակը կդնեմ։ Ժողովուրդ ջան, արդեն մեր բիսկվիտը, պատրաստած բիսկվիտը սառչեց, այսպիսի տեսք ունի, հիմա այս վերևի մասը պետք է կտրեմ, հարթացնեմ մի քիչ ավելի ուղիղ լինի ու հետո շարունակեմ։ Տեսնենք ինչպես կտրվեց, շատ լավ կտրվեց, հիմա մի քիչ այս կողքերը նորից կհարթացնեմ, վերցնում եմ, հիմա պատրաստում եմ պուտինգը, գրեմը մեր տորթի համար, պուտինգը հիմա պատրաստելու եմ ու հետո կսելու եմ տորթի երեսին ու շարունակեմ մնացած գործողությունը։ Հիմա վերցնում եմ
կաթ 500 մլ, սառը լցրեցի։ Հիմա կաթը մի քիչ գոլացնեմ, հետո լցնեմ մեր պուդինգը եւ 2 ճաշի գդալ շաքարավազ։ Ժողովուրդ ջան, կաթը գոլացավ, ես լցնում եմ հիմա շաքարավազը 2 ճաշի գդալ, ինչպես ասեցի, եւ լցնում եմ մեր պուդինգը։ Ցածրացնեմ, այսպես։ Լցնելու եմ ու մի լավ խառնում։ Պուդինգի փոշին 37 գրամ է։ Մեկ հատ եք վերցնում 37 գրամ։ Եթե կա Հայաստանում փոքր քաշով, ուրեմն պետք է վերցեք այնքան, որ 37 գրամը պահպանվի։ Հիմա այնքան եմ խառնելու, մինչև դառնա իմ ցանկացած մասը, որպեսզի լինի իմ ցանկացած կրեմը։ Ժողովուրդ ջան, արդեն պուդինգը մերվեց կաթի հետ, հիմա պետք է մի քիչ նորից բարձրացնեմ ջերմաստիճանը։ Նայեք ժողովուրդ, այսպիսի տեսք պետք է ունենա։ Սա արդեն պարզ ցույց է տալիս, որ մեր պուդինգը պատրաստ է։ Հիմա թողնելու ենք մի քիչ սառչի, որպեսզի մենք շարունակենք մյուս գործողությունը եւ արդեն պետք է պատրաստվի տորթը։ Հիմա սա պատրաստում եմ գլազուր, ժողովուրդ ջան։ Գլազուրի համար մեզ հարկավոր է տորթի գուզ։ Գլազուրա կոչվում հենց։ Տորթնգուզ գերմաներեն է, իսկ հայերեն գլազուր։ Հայաստանում կա, ես տեսել եմ սա։ Հիմա ժողովուրդ ջան, գլազուրի համար վերցնում եմ 500 մլ բալի սոկ։ Եթե տունը ունեք բալի սոկ, լավ։ Չէ, ուրեմն պետք է առնեք։ Եթե ձեր պատրաստացնել է, էլի է, լավ։ Սիրելի ժողովուրդ, 500 մլ։ Հիմա ձեր աչքի առաջ լցնում եմ։ Եթե վերցնում եք բալի սոկ, ուրեմն քարավազ չլցնեք։ Իսկ եթե վերցնելու եք ջուր, ուրեմն ամեն մի գլազուրի համար ստեղ արդեն 12 գրամ է, 24 գրամ գլազուրի փոշիի համար վերցնելու եք 4 ճաշի գդալ շաքարավազ, եթե պատրաստեք ջրով, իսկ եթե բալի սոկով շաքարավազ պետք չէ։ Լցրեցի, լցնում եմ մեր գլազուրի փոշին։ Ելակն էլ կտրեցի, պատրաստեցի, հիմա բարձրացնեմ ջերմաստիճանը, թող մեր գլազուրը պատրաստվի։ Սա թողնում եմ դանդաղ կրակի վրա, մինչև մեր պուդինգը պատեմ բիսկվիտի վրա, երեսին, ու հետո նոր գլազուրը պատրաստեմ։ Հիմա մի քիչ տաք, այսպես տաք վիճակում, կսեմ տորթի վրա, որպեսզի քաշի իր մեջ պուդինգի համը։ Հետո նոր արդեն մնացածը կսեմ մի քիչ նորմալ սառը, ոչ շատ սառը, գոլ վիճակում տորթի վրա։ Հիմա թողնելու եմ սառչի, որ մի շերտել վրան գնա։ Հիմա արդեն ելակը պետք է դասավորեմ։ Սիրուն ձև տամ, ավելի լավ է, այսպես ասեմ ձեզ հիմա։ Այսպես սիրելի ժողովուրդ, հիմա շարունակում եմ կողքերը, սա ուղղակի այսպես մի քիչ գեղեցկացրեցի։ Այսպես դասավորեցի, ավել պետք էլ չի։ Եթե դուք ցանկանում եք ավել, օրինակ գիտեմ մարդիկ, որ այս մեջտեղամասը բարձրացնում են, բայց ես այսպես եմ պատրաստում։
Հիմա պատրաստում եմ գլազուրը, պետք է տակ-տակ լցնեմ, սիրելի հետևորդներ, թողնեմ մի թեթև սաղճի ու կլցնեմ։ Պետք է ուշադիր լինեք, սիրելիներս, անընդհատ պետք է խառնեք, որպեսզի տակը չկպնի։ Հայեք ժողովուրդ, այսպիսի տեսք պետք է ունենա, հələ թող մի քիչ էլ բնդանա, ավելի լավ կլինի։ Թեկուզ որ հիմա թողնեմ մի քիչ սառչի, արդեն ինքը իրենից բնդանալու է։ Այժմ լցնում եմ մեր գլազուրը, հետո կհանդիպենք արդեն 2 ժամ սառնարան դնելուց հետո։ Հիմա գլազուրով կպատեմ, ժողովուրդ ջան, սա մեր տորթի ամբողջական տեսքն է։ Դրեցինք սառնարան, սառեց, հիմա կտրեմ և փորձեմ։ Սիրելիներս, այսպիսի տեսք ունի։ Նայեք, հավանեք և տարածեք։ Տարածեք, թող բոլորն էլ պատրաստեն իրանց բալիկների համար, իրանց ընտանիքի անդամների համար։ Անմահական սիրելի ժողովուրդ, ընտիրություն, համեղություն, ինչ ասեմ չգիտեմ, ինչ ասեմ սազում է հետ, ինչքան լավ բան ասեմ։ Ավելացավ իմ 2 բաղադրիչներից, պատրաստեցի մեկ հատ դեսերտ։ Կարելի է նաև այսպիսի դեսերտ պատրաստել, սառը, դիմացը ամառ է, սառը զովացնող դեսերտ։ Եթե ցանկություն կունենաք, կգրեք, նորից ձեզ համար կպատրաստեմ, դուք կտեսնեք։ Մեզ մնում է ինչ անել, հետևել, հավանել և տարածել, թող բոլորն էլ պատրաստեն։ Սիրում եմ ձեզ, սիրենք իրար, մնացեք միշտ առողջ։